Հրապարակը գրում է, քաղաքական կուլիսներում խոսում են, որ Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ի սկզբանե մտադիր է եղել Փաշինյանի հետ մեկ ցուցակով մասնակցել համապետական ընտրություններին, սակայն նրա առաջարկը մերժվել է, եւ գլխավոր պատճառն այն է, որ Փաշինյանը պատասխանել է. «Վեհափառի աչը համբուրած մարդը չի կարող տեղ գտնել իր գլխավորած ցուցակում»։ Արամ Զավենիչը փորձել է արդարանալ, այդ մասով պարզաբանումներ է տվել եւ հետագայում անգամ հրապարակային դիրքորոշում է հայտնել Փաշինյանի եկեղեցին բարեկարգելու ծրագրի վերաբերյալ, բայց նրան չեն ներել։ Իհարկե կա նաև այլ նպատակ՝ երկրորդ ուժ մտցնել ԱԺ, որի հետ անհրաժեշտության դեպքում կոալիցիա կկազմեն ու իշխանություն կվերցնեն։ Սակայն Արամ Սարգսյանը կարծում է, որ իշխանությունը գցում է իրենց, քանի որ նույն էլեկտորատն ունեն։ Երևանի ավագանիում գրեթե մեկ միասնական ուժ են ներկայանում եւ քիչ հավանական է, որ իրենք անցուղի հաղթահարեն։ Իշխանություն ընտրող մարդիկ ՔՊ են ընտրելու, ինչու պետք է հանրապետությանը ձայն տան։ Հիմա որոշել են, որ Արամ Սարգսյանը որոշ հարցերում սկսի քննադատել իշխանություններին, որպեսզի իշխանությունից հիասթափվածների եւ նախկիններին մերժողների ձայները ստանան։ Հրապարակը գրում է. ՔՊ-ի ներկուսակցական ընտրություններից հետո գործող падգամավորներից շատերը խոր ընկճախտի մեջ են հայտնվել, քանի որ քիչ ձայն են ստացել եւ տեղ չեն գտել անգամ падգամավորության թեկնածուների առաջին հարյուրյակում։ Օրինակ ՀՀԿ-ից ՔՊ անցում կատարած պատմաբան Շիրակ Թորոսյանը 103 ձայն է ստացել։ ՔՊ-ն ճամբարափոխին ըստ էության արժանի դաս է տվել։ Երեք Թորոսյանը չի ցանկացել զրուցել թերթի հետ, անհեթեթ պատճառաբանություններ է բերել, թե միևնույն է, ինչ խոսի, թերթն իր ուզածն է գրելու։ Ախալքալաքցի падգամավորն ակնհայտ դեպրեսիայի մեջ էր եւ չեն կարողացել համոզել, որ թերթի լրագրողի հարցերին պատասխանի։ Կապանցի падգամավոր Մարինա Ղազարյանն էլ, որ ընդամենը 64 ձայն է ստացել, մոտ 5 րոպե հեռախոսով բացատրում էր, որ չի կարող խոսել, դրսում է միջոցառման, թեև այդ ընթացքում կավարտեին հարց ու պատասխանը։ Առաջին հարյուրակից դուրս մնացածների թվում են նաև падգամավորներ Արմենուհի Ղազարյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, որն Արարատ Միրզոյանի թիկնապահն է ԿՊ-ում, քանի որ ամուսինը Միրզոյանի աշխատողն է, Էմմա Բալյանը, Միքայել Թումասյանը, Հերիքնաս Տիգրանյանը, որը ի դեպ ԱԺ հանձնաժողովի նախագահ է, Գագիկ Մելքոնյանը, Էսթեր Այվազյանը, Մարտի 1-ի զոհերից Գոր Քլոյանի քույրը Անուշ Քլոյանը, Տիգրան Պարսիլյանը, Վանի Կոհանյանը։ Ժողովրդի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ ՔՊ թիմում դժգոհություն է առաջացրել այն փաստը, որ կուսակցության նախընտրական ցուցակի առաջին փուլի ընտրությունների հանձնաժողովը ղեկավարել է ԱԺ փոխոսնակ Հակոբ Արշակյանը, իսկ քարտուղարը եղել է ՔՊ խմբակցության падգամավոր Քրիստինե Պողոսյանը։ Բանն այն է, որ թե Արշակյանը, թե Պողոսյանը հրաժարվել են ընդգրկվել 2026 թվականի ՔՊ նախընտրական ցուցակում, այսինքն փակել են իրենց կյանքում խորհրդարանական էջը։ Թերթին հայտնի է դարձել, որ Արշակյանի եւ Պողոսյանի տեխնացությունները հաստատվել են ՔՊ վարչության կողմից եւ նախաձեռնությունը եղել է Նիկոլ Փաշինյանինը, քանի որ նա համարել է, որ Արշակյանն ու Պողոսյանը օբյեկտիվ կլինեն, անձնական շահ չեն ունենա։ ՔՊ վարչությունն էլ քվեարկել է առաջարկի օգտին, հանձնելով նրանց այդ կարևոր պատասխանատվությունը։ Ժողովուրդը գրում է. Մանկավարժական համալսարանի պաշտոնյաների կաշառքի գործով նոր հանգամանքներ են ի հայտ գալիս։ Նախաքննական մարմինը գործով անցնող անձանց հարցաքննությունից հետո նոր հանգամանքներ է ի հայտ բերել, ու չի բացառվում, որ մեղադրյալների շարքը ավելանա։ Չի բացառվում նաև, որ բուհում այս պահին պաշտոնավարող անձինք ևս հայտնվեն իրավապահների տեսադաշտում։ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրփուհի Գևորգյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթը ավարտական փուլում է։ Չի բացառվում, որ առաջիկայում նախաքննական մարմինը քրեական վարույթով նախաքննության ավարտ հայտարարի եւ գործ ուղարկի դատարան։ Հրապարակը գրում է. Հայաստանում հունիսի 7-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների ընտրողների թիվը 2,489,031-ն է։ Սա ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության տվյալն է, որը տրամադրվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովին եւ հետագայում արտացոլում է նախընտրական ցուցակներում։ Երեք ԿԸՀ-ն հրապարակեց ընտրողների քանակն ըստ մարզերի եւ ամբողջ հանրապետությունում։ Համեմատելով այս թիվը նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ հրապարակված ընտրողների թվի հետ տեսնում ենք, որ այս տարի ընտրողների թվաքանակը պակասել է մոտ 100,000-ով։ 2021 թվականին ընտրողների ընդհանուր թիվը նախընտրական ցուցակներում ավելի քան 2.5 միլիոն էր, ավելի ստույգ 2,583,823։
Թվում էր ընտրողների քանակը պետք է ավելանա, հաշվի առնելով, որ 100,000-ից ավելի արցախցիներ են 21-ից հետո եկել Հայաստան։ Նրանց մի մասը ստացել է նոր անձնագրեր, Հայաստանի քաղաքացիություն եւ հաշվառված է Հայաստանում։ Հետևաբար ունի արժանտրություններին քվեարկելու իրավունք, բայց իրական թվերը չգիտես ինչու պակասել են։ ԿԸՀ-ից չեն կարողացել պատասխանել թերթի հարցին, թե որն է ընտրողների թվաքանակի նվազման պատճառը, ասելով, որ տվյալները տրամադրել է ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը։ Ժողովուրդը տեղեկացել է, որ հակակոռուպցիոն դատարանում ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դեմ հարուցված քրեական գործը մտել է փակուղի։ Նիստերը նշանակվում են, սակայն ՀՀ նախկին ոստիկանապետին չեն կարողանում բերել դատարան։ Առողջական վիճակը թույլ չի տալիս ներկայանալ դատարան։ Փաստացի դատարանում քրեական գործի քննությունը տապալված է եւ գրեթե 1 ամիս է նախկին ոստիկանապետին դատարան չեն կարողանում բերել։